Խաղաղության գինը հնարավոր է լինի նաև պատերազմը։ Խաղաղություն ունենալու համար մենակ մեր պետություն ունենալը բավարար չի։ Մենք իրավունք չունենք նույնիսկ երազենք։ Խարդավանքների զոհ չդառնալու համար լավագույն միջոցը ուժային գործոնի վերածվելն է։ Միակ առաջարկը տալիս է ՔՊ-ն եւ նրա առաջարկը Հայաստանի անկախությունը զիջելն է։ Բարև ձեզ, այսօր մարտական եղբայրության գրասենյակում պատմական շաբաթը կամփոփեմ ես, Ռոման Մարտիրոսյանը եւ մարտական եղբայրություն միաբանության անդամ, ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Ռաֆյանը։ Բարև ձեզ։ Անցնող շաբաթվա կարևորագույն դրվագը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Ինչ ես մտածում Ռոբերտ ջան, ինչ կարևոր դասեր պետք է քաղեինք, որ չքաղեցինք, դատելով Սումգայիթից, Բաքվի ջարդերից, Արցախի հայաթափումից, այդ բոլոր ցեղասպանության տարեր կրող երևույթներից, որ մենք ունեցանք վերջին շրջաններում։ Այդ դասեր քաղելու թեզը շատ տարածված թեզ է եւ բոլորը տալիս են այդ հարցը, բոլորին հետաքրքրում է այդ հարցի պատասխանը, բայց օրինակ շարքային քաղաքացի Ռաֆյան Ռոբերտը դասեր է քաղել։ Ինչ պետք է անի այդ դասերի հետ։ Ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա հետագա ցեղասպանություններ եւ նմանատիպ երևույթներ մեր երկրի, մեր ժողովրդի հետ։ Ընդհանրապես ցեղասպանությունից խոսելիս նախ անհրաժեշտ է ֆիքսել դրա հետևանքները։ Ինչ ունեցանք մենք ցեղասպանության արդյունքում։ Մենք կորցրեցինք պատմական հայրենիքի մեծ մասը, մենք կորցրեցինք մեր մտավորականությունը, նրանց բոլորին կոտորեցին եւ ջարդեցին եւ այդ process-ը շարունակվեց սովետական Հայաստանում 30-ական թվականներին եւ հաջողությամբ շարունակվեց։ Եվ հայերը սփռվեցին ողջ աշխարհով մեկ։ Եվ հիմա էլ ցեղասպանությունը շարունակվում է, ուղղակի սպիտակ ձևով, կոչվում է սպիտակ ցեղասպանություն։ Սփյուռքում գտնվող հայությունը ասիմիլացվում է եւ կորցնում է իր ինքնությունը։ Նամանավանդ այսօրվա արագընթաց աշխարհում մենք համարում ենք, որ ցեղասպանության ճանաչումից առավել կարևոր է ցեղասպանության հետևանքների վերացումը։ Այն հետևանքների, որ ես նշեցի, այն 3 կետերը կարևորագույն։ Պարզ է, որ մենք այսօր չենք կարող դնել նպատակ վերականգնել մեր պատմական հայրենիքը, բայց մենք կարող ենք երազել դրա մասին։ Եվ այդ երազանքին հասնելու համար մենք պետք է այն մյուս երկու կարևորագույն կետերի դեմ աշխատենք համակարգված պետականորեն։ Այսինքն մենք պետք է ստեղծենք նոր մտավորականություն, կրթենք նոր սերունդը հայակենտրոն։ Նաև կարևոր նպատակ է հանդիսանում հայերի ներգաղթի կազմակերպումը։ Շատ հետաքրքիր տեսանկյունից անդրադարձար այս հարցին, այս համատեքստում չենք կարող չանդրադառնալ մեր այսօրվա իշխանությունը զբաղեցնող պաշտոնյաների արած արտահայտություններին, հա, ու օրինակ Փաշինյանը այսօր ասել է. մեծ եղերնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր։ Մենք ունենք պետություն եւ խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանությունը կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, մեր պետության ՀՀ միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս, իդեպ այդ քառակուսիներից ահագին օկուպացված մենք հողեր ունենք։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձ է տարածել նա։ Դե Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ է, նա կիրառում է հին կագեբեական մոտեցումներ, տալիս է մեկ ճիշտ նախադասություն, մեկ ճիշտ թեզ եւ դրանց հաջորդում են 3 կեղծիքները։ Նախ այդ 29743 քառակուսի կիլոմետրին ամբողջությամբ մենք չենք տիրապետում այսօր։ Միջազգային խարդավանքները անընդհատ լինելու են։ Մենք չենք կարող ասել, որ մենք այսօր ունենք պետություն եւ միջազգային խարդավանքներին չենք խառնվում, դա հնարավոր չի։ Չենք կարող մենք չմասնակցել որևէ process-ներին, որոնք տեղի են ունենում մեր շրջապատում, առավել եւս այն process-ներին, որոնք այսօր են տեղի ունենում, ամբողջ մեր շրջապատում պատերազմներ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք ունենք պետություն եւ խաղաղություն։ Այսինքն մենք ունենք պետություն, հա, ունենք պետություն։ Ոնց է ինքը կարողանում ասել, որ մենք ունենք խաղաղություն։ Խաղաղություն ունենալու համար
Մենակ մեր պետություն ունենալը բավարար չի։ Միգուցե ԿՊ-ն եւ ոչ միայն ԿՊ-ն այս տարիների ընթացքում իշխող հայկական քաղաքական ուժերը իրանց տեսանկյունից են ասում, որ Հայաստանը տենց միշտ զոհ է խարդավանքների, որովհետեւ այսքան ժամանակ փաստացի մենք հասկանում ենք, որ մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ երբևիցե չենք եղել։ Մենք միշտ ինչ-որ մի պետության միջնորդությամբ շփվում ենք արտաքին աշխարհի հետ, եւ երբ որ դու չես հանդիսանում սուբյեկտ, դու միշտ այդ խարդավանքների մեջ ես ընկնում, այսինքն հիմա ինչ կատարվի մեր կողքերը, մեզ համար վատ է։ Օրինակ Իրանը կփախտի, այս խնդիրը իր արժև կատարած հա տարածաշրջանում, մեր համար վատ է լինելու։ Պարտվի, մեր համար վատ է լինելու։ Ադրբեջանը եւ Թուրքիան կվերանան, մեր համար վատ է լինելու, այսինքն մենք այսօր տեսնում ենք իրանց կողմից կենսական վտանգ, հա, մեր շահերի դեմ ուղված, բայց մենք չգիտենք, չէ, այդ հողը ով է հետո զբաղեցնելու, իրանք, եթե մենք սուբյեկտ չենք, եթե իրանք պարտություն են կրելու, մենք այդ իրենց անձնական պատերազմների պարտության մեջ մենք չենք խառնվելու եւ սուբյեկտայնությունը մեր ձեռք չենք բերելու, միգուցե Ռուսաստանն է տեղը Ադրբեջանի զբաղեցնում կամ Իրանը Թուրքիայի տեղն է զբաղեցնում եւ նույն քաղաքականությունն է ըստ տարածաշրջանի սկսում վարել Հայաստանի դեմ, ինչ որ կարա ավելի վատ լինի, կամ մենք այսօր փոքր Ադրբեջանի հետ խնդիր ունենք, իսկ վաղը Ռուսաստանի կողմից գրաված օրինակ Ադրբեջանի տարածքի հետ ընդհանուր Ռուսաստանի Դաշնության հետ խնդիր կունենա։ Խարդավանքների զոհ չդառնալու համար լավագույն միջոցը ուժային գործոնի վերածվելն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է նորից վերածվի ուժային գործոնի, որպեսզի խարդավանքներ դավեր նյութողները շատ երկար մտածեն մեր դեմ որևէ գործողություն անելուց առաջ։ Անցնենք այլ իրադարձությունների, այս շաբաթ գրանցվեցին կուսակցություններն ու դաշինքները, որոնք պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Հանգամանալից անդրադառնանք նրանցից յուրաքանչյուրի հիմնական թեզերին ու մեր նրանց նկատմամբ վերաբերմունքին։ Գիտես թե որ կուսակցություններն են գրանցվել, 19 կուսակցություն եւ դաշինք են գրանցվել։ Անդրադառնանք նրանցից որոշներին եւ արտահայտենք մեր կարծիքը ընտրությունների վերաբերյալ եւ կուսակցությունների ու դաշինքների վերաբերյալ։ Ինձ թվում է, որ 1, 2, 3, 5 հաղորդումը չի հերիքի, ինչ որ ամբողջական այդ բոլոր կեղծ թեզերին հակադարձելու համար կարող ենք շատ տենց թռուցիկ կարդալ, թե ովքեր են լինելու եւ ինչ որ ընդհանուր մենակ կարծիք հայտնել մեծ հաշվով այսօրվա քաղաքական դաշտում թող ինձ ներեն բոլորին չեմ ճանաչում այդ 19 կուսակցություններից հնարավոր է մի 2-3 բացառություն լինի այդ բոլոր կուսակցությունների եւ դաշինքների մեջ բայց մեծամասամբ խնդիրը այսպես է կա գաղափար Նիկոլ Փաշինյանի գաղափարն է կա օրակարգ որը իր օրակարգն է ինքը բերում է այդ օրակարգը դաշտ մնացածը սկսում են այդ օրակարգի շուրջ վիճել թե ով ավելի լավ կիրականացնի որովհետեւ քաղաքական հակադրություն մենք այսքան ժամանակ դեռ չենք տեսել, այսինքն մենք տեսել ենք հակադրություն ինչ որ սոցիալ-տնտեսական հարցերում եւ տեսել ենք վստահեցում մարդկանց կողմից, որ իրենք ավելի լավ կբանակցեն։ Ուղղակի կարող ենք բոլորին տենց խաղաղության այդ կողմնակից քաղաքական ուժերին մեկ անունով կոչել, որ նրանք ստում են, խաբում են, իրանք զգում են ժողովրդի մեջի հոգնածությունը լարված իրադարձությունների նկատմամբ եւ ուզում են դա ընդհանրապես շահագործելով խաբել ասել, որ մենք ենք լինելու այն ուժը, որ կբերի խաղաղություն, գալ իշխանության կամ ուղղակի մտնել ազգային ժողով, ամեն մեկը իր դեմ իր նպատակներն է դնում, որովհետեւ այս ընտրապայքարի մեջ կոնկրետ երևում է, որ ոչ մեկ չի ուզում առաջտեղ գրավի։ Եթե մարդիկ էլ կան, ովքեր ունեն այդ առաջտեղի ամբիցիաները, իրենք հնարավորությունը չունեն, իսկ ովքեր հնարավորությունը ունեն, իրենք այդ ամբիցիաները չունեն, որովհետև հակադրվել Նիկոլ Փաշինյանի հետ սոցիալ-տնտեսական հարցերում դա ոնց որ պարտություն է։ Այն քաղաքական հարցերում ունենալ նույն դիրքորոշումը, որ խաղաղությունը կփրկի աշխարհը, այլի կփրկի։ Կամ մի նորմալ մարդ, ով որ դեմ է խաղաղությանը, ինձ թվում է ոչ։ Բոլորն էլ հոգնում են այդ լարված իրավիճակից, բոլորի սրտները լցվում է, օրինակ ես արդեն մարդկանց մահերի հանդեպ լրիվ ուրիշ զգացողություններ ունեմ, երբ որ մարդը մահանում էր, ես ահավոր ծանր էի տանում, բայց 20 թվականից հետո այդքան երիտասարդ ընկերներ, ծանոթներ, այդքան թաղումների գնալուց հետո
արդեն երբ որ իմանում ես, որ մարդը մահացել, նույնիսկ քո նյարդային եւ հոգեբանական համակարգը չի կարող արձագանքել նենց, ոնց որ արձագանքում էր մինչև 19 թվական։ Ու ոչ մի նորմալ մարդ չի ուզում որ լինի պատերազմ։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը պետք է լինի մենակ ռազմական երաշխիքներով Հայաստանի կողմից, անվտանգային Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու հնարավորությունով եւ երաշխիքով։ Դու չես կարող առանց ուժային գործոն դառնալու խոսես ինչ որ խաղաղության մասին։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում են, որ խաղաղություն, դու կարող ես տևական խաղաղություն բերես, բայց այդ խաղաղության գինը հնարավոր է լինի նաեւ պատերազմը։ Դու չես կարող բացառես պատերազմի հնարավորությունը, երբ որ դու ունես ագրեսիվ թշնամի, որը որ ամենօրյա քարոզչությամբ եւ ամենօր հանրային հավակնություններ է ներկայացնում քո կենսական շահերի, քո իրավունքների մասին, ստիպում է հայերին հրաժարվել իրենց իրավունքներից, արդեն հասել ենք մի հատ այնց անհեթեթ վիճակի, որ մարդկանց երազանքի մասին իրավունքին են կպնում այս երկրում, այսինքն մենք իրավունք չունենք նույնիսկ երազենք, ոչ թե ուզենք, ցանկանանք, դնենք նպատակ, գնանք ինչ որ մարտական գործողություններ իրականացնենք, ոչ, ուղղակի երազենք, ասենք թե ժամանակին իմ պապս Վանից է եղել, այնց կուզեի, որ մի օր Վանը էլի լիներ հայկական։ Մենք այդ երազանքի նույնիսկ հնարավորությունը այսօր չենք ստանում։ Իսկ կա որևիցե մեկը առաջադրված 19 կուսակցություններից, որ գոնե մոտավոր առաջարկում է նման բան։ Իրականում, եթե այդպիսի քաղաքական ուժ լիներ, մենք մեր դեմ խնդիր չէինք դնի գրանցել կուսակցություն եւ մասնակցել ընտրություններին։ Երևի մենք կամ կաջակցեինք ամեն գնով այդ կուսակցություն, առհասարակ եթե լիներ այդպիսի քաղաքական ուժ 20 թվից այս կողմ, ինձ թվում է ես չէի լինի առնվազն մարտական եղբայրությունում, դու նաեւ չէի լինի մարտական եղբայրությունում, այդ բացակայությունը, այդ վակումը ստիպում է մարդկանց, ովքեր մինչև այս չեն առնչվել քաղաքականության հետ, կան փորձեն իրենց վրա վերցնեն պատասխանատվություն եւ տանեն այնց գից այն առաջարկը մարդկանց, որը որ այսօր չկա, այսինքն ես անկեղծ չեմ տեսնում ոչ մի ընտրություն։ Կա ընտրության հնարավորություն, ամեն մեկից ձայնը շատ կարևոր է, մենք կարող ենք գնանք եւ քվեարկենք ընտրություններին, կա ընտրության հնարավորություն, բայց չկա ընտրություն, չգիտես ում գնաս ընտրես, ոչ մեկին չես ուզում ընտրես։ Հանուն արդարության ես բոլոր այս քաղաքական ուժերին չեմ հասցնում ուղակի ֆիզիկապես ճանաչեմ, ինձ թվում է լավ կլինի, որ անհատապես բոլորին մենք անդրադառնանք ժամանակի ընթացքում, կփորձենք այդ թեման բացել, կփորձենք ավելի խորքային հետազոտել բոլորի թեզերը, բոլորի քաղաքական տարածքգծերը, վերլուծել թե ինչ ընդհանուր բան ունեն մեր հետ, ինչ հակասություններ ունեն մեր հետ, բայց մեծամասամբ մենք տեսնում ենք, որ մեկը քաղաքական դաշտում կա ԿՊ-ի դիսկուրսը, ԿՊ-ի բերած օրակարգը ու բոլորի քննարկումները այդ դրա շուրջ են։ Միակ առաջարկը տալիս է ԿՊ-ն եւ նրա առաջարկը Հայաստանի անկախությունը զիջելն է։ Իդեպ հիշեցնեմ, որ շատ արհեստական պատրվակով մեր կողմից հիմնադրված կուսակցության գրանցումը ստացել է խնդիրներ եւ մենք չենք կարողանում մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց մեր կուսակցությունը գրանցվելու է, մեր քաղաքական ուժը կազմավորվում է ոչ մի ընտրական ցիկլի համար, այլ շարունակական պայքարի համար, ազգային հեղափոխությունը լինելու է, իսկ ազգային հեղափոխությանը մարտական եղբայրություն միաբանությանը աջակցելու համար կարող եք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, լայքել, սեղմել զանգակի կոճակը, նաև բաժանորդագրվեք մեր Patreon-ում, որովհետև մեր ամբողջ աշխատանքը կամավորական սկզբունքների վրա է եւ մեր ֆինանսական ամբողջ շարժը կախված է մեր անձնական անդամավճարներից եւ փոքր քանակի Patreon-ում մեզ աջակցող գաղափարակից ընկերներից։ Արդից օգտվելով շնորհակալություն ենք հայտնում մեր հետևորդներին YouTube-ով, Facebook-ով եւ մեզ աջակցողներին Patreon-ով։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Անդրադառնալով հաջորդ հարցին, մենք այս շաբաթ նաև առերեսվեցինք եւս մի ցեղասպանական, այս անգամ մշակութային ցեղասպանության
ազատության դրվագի հետ։ Ստեփանակերտի կենտրոնում Աստվածածնի Հովանու տաճարը ադրբեջանցիների կողմից հիմնահատակ քանդվել է եւ պետք է փորձենք հասկանալ թե ինչ համատեքստում է կարելի որակավորել այս քայլը, եթե հաշվի առնենք նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումը, որտեղ ասում է. ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Տեղի ունեցել այն, ինչը որ պետք է տեղի ունենար։ Մենք ունենք նման փորձ, բոլոր հուշահամալիրները հիմնովին վերածվել են Նախիջևանում։ Մեզ սպասվում է լրիվ նույն բանի կրկնությունը, այս անգամ Արցախի տարածքում։ Դրանից խուսափելու համար եւս մեկ անգամ, 100-րդ անգամ, 1000-րդ անգամ մենք պետք է դառնանք ուժային գործոն։ Ուրիշ ոչ մի հնարավորություն չկա։ Ուժն է ծնում իրավունք։ Նաև ընդգծեմ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում այն համատեքստում, երբ մեր իշխանությունները չեն պատրաստվում բարձրաձայնել հայերի իրավունքները, Հայաստանի իրավունքները, Արցախից տեղահանված հայերի իրավունքները, եւ իհարկե տրամաբանական է լինում, երբ որ հակառակորդը տեսնում է շատ լայն դաշտ խաղալու զիջումների վրա եւ հասկանում է, որ յուրաքանչյուր զիջում պատրաստ է Հայաստանը անել իր համար եւ նա կարող է անել ինչ ուզում է եւ չկրել ոչ մի պատասխանատվություն։ Չգնալ սեփական իրավունքների պաշտպանության ճանապարհով նշանակում է դավաճանություն։ Ուրիշ բառ չեմ կարող ասել։ Ինչ է նշանակում, մենք չենք գնալու մեր, այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում ասի, որ մենք չենք գնալու մեր իրավունքների պաշտպանության ճանապարհով։ Քիչ չի ասում, չենք գնում։ Ոնց է դա հնարավոր կառավարության կողմից արտահայտել է, շեմ պատկերացնում, վարչապետը ասում, մենք չենք գնալու մեր իրավունքների հետևից։ Բայց ինչ որ մի կետում ես նույնիսկ շնորհակալ եմ այդ մեր վարչապետին, որովհետև այս մեր անտարբերությունը ժողովրդի մեջ որ տիրում է, ինքնությունը sense մի հատ հատկություն ունի, ինչքան շատ է այդ ինքնությունը ճնշում, այդքան ինքը շատ ուժեղ տրակում է, թող շարունակի վարչապետը, ինքը կորցնելու բան չունի, ինքը ինչքան ուզում է, կարա ճնշի հայկական ինքնությունը, այդ հայկական ինքնությունը չի կորչելու, նա ճնշվելու է, հասնի կրիտիկական կետի եւ ընենց պայթի այս մեր բոլոր հարևանների, բոլոր մեր ճուզողների գլխին, որ մենք բոլորս արդյունքով գող կլինենք։ Այսքանով երևի ավարտենք այսօրվա մեր պատմական շաբաթը, հաջողություն ձեզ, լավ եղեք։ Շնորհակալություն, հաջողություն։